Պարոն Մանուկյան, եկեք մի կարծրատիպ փորձենք կոտրել։ Ալկոհոլիզմը թուլության նշան է, թե այնուամենայնիվ կենսաքիմիական ինչ-որ հիվանդություն կամ դրա դրսևորում, որը դուրս է գալիս վերահսկողությունից եւ բերում է ինչ-որ խնդիրների ժամանակի ընթացքում։ Ճիշտ ասած, ալկոհոլիզմը շատ պոլիպաթոգենեզ ունեցող հիվանդություն է, որի մեջ առկա են նախ եւ հոգեբանական խնդիրները, սոմատիկ խնդիրները, այո, հոգեբանական թույլ կազմված կամային հատկանիշներ ունեցող մարդիկ շատ ավելի հեշտ են կարողանում գնալ այդ ճանապարհով, պլյուս ամեն ինչին ստեղ կա նաև սոմատիկ խնդիրներ, որով ամեն մարդ ունի իրեն յուրահատուկ ինչ որ տոլերանտություն, էլի այն ալկոհոլ մարսելու դոզան, որը որ կարող է մարդը անվնաս յուրացնել։ Եվ եթե հաճախ կրկնվում է այդ մի քիչ ավելի մեծ դոզաներով ալկոհոլի գործածելը, այդ ինտոքսիկացիան կամաց բերում է նրան, որ ձևավորվում է արդեն այդ զրկանքի համախտանիշը, որը որ ստիպում է մարդկանց շարունակաբար գործածել ալկոհոլ։